Հայրենասիրությունը մարդուն տալիս է համարձակություն ու վճռականություն։ 44-օրյա պատերազմում յուրաքանչյուր զինվոր գիտակցում էր, որ անձնական պատասխանատվություն է կրում հայրենիքի պաշտպանության համար։ Նրանք գիտեին կյանքի գինը, բայց իրենց անմնացորդ նվիրեցին վտանգված հայրենիքին։ Նրանցից էր ոստիկանության ավագ սերժանտ Գարիկ Վազգենի Դոլուխանյանը։ Ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 28-ին Ստեփանագերտ քաղաքում։ Սովորել է Ստեփանագերտի Եղիշե Չարենցի անվան համար 7 դպրոցում։ 2011 թվականին զորակոչվել է պաշտպանության բանակ եւ պարտադիր զինվորական ծառայության անցել Հադրութի զորամասում։ Մասնակցել է ապրիլյան քարորիա պատերազմին եւ մարտնչել Թալիշի եւ Մատաղիսի մարտական դիրքերում։ Նույն թվականին ծառայության է անցել Արցախի հանրապետության ոստիկանության տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում վարչության պետի վարորդն էր։ 2020 թվականի 44-օրյա պատերազմում ավագ սերժանտ Գարիկ Դոլուխանյանը ոստիկանության ծառայեկիցների համահավաք գումարտակի կազմում թեժ կետերում էր։ Հադրութի Թութակ կոչվող տեղամասում հոկտեմբերի 15-ին լույս 16-ի գիշերը թշնամին անօդաչու թռչող սարքից հարված է հասցնում տեղանքին, որտեղ զոհվում է Գարիկ Դոլուխանյանը։ Գարիկ Դոլուխանյանը ուղարկավորվել է հոկտեմբերի 17-ին Ստեփանագերտի քաղաքային գերեզմանոցում Արցախյան առաջին պատերազմում զոհված անվանակից հորեղբոր կողքի։ Գարիկ Դոլուխանյանը 9-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ստեփանագերտի արհեստագործական ուսումնարանում, ստանալով ավտոմեխանիկ փականագործի մասնագիտացում։ Գարիկ Դոլուխանյանը սիրված երեխա էր, դպրոցում սովորելու տարիներին էլ աչքի էր ընկնում նվիրվածությամբ։ Նույնն էր նաև ծառայության ընթացքում եւ աշխատանքի մեջ։ Նա կենսուրախ եւ նպատակասլաց երիտասարդ էր, վայելում էր շրջապատի, ընկերների, գործընկերների եւ հարազատների սերն ու հարգանքը։ Նա եղել է բավականին բարի ու խոհեմ անձնավորություն։ Հասարակական միջավայրում իրեն դրսևորում էր պատշաճ կերպով։ Եղել է բավականին հավասարակշռված ու զուսպ անձնավորություն, ինչպես նաև մեծ հայրենասեր։ Միշտ ասում էր, որ իր գլխավոր պարտքն է արիությամբ ու քաջությամբ ծառայել հայրենիքի համար։ Հակում ուներ հումանիտար առարկաների նկատմամբ, մեծ հաճույքով էր հաճախում նախնական զինվորական պատրաստվածության դասերին։ Դպրոցական միջոցառումներին եւ դասարանական եւս միջոցառումներին մեծ ձգտում ուներ ակտիվ մասնակցել։ Նա շատ լավ գիտեր ուսուցիչ աշակերտ հասկացողությունը եւ հարգում էր ու գնահատում էր ուսուցիչների աշխատանքը։ Ճիշտ է, նման բնավորությամբ օժտված երիտասարդ, ով ուներ նման բարոյական հատկություններ, ինչպես նրա բարի լինելը, նրա հավատարիմ լինելը, նրա ազնվությունը եւ սեր դեպի հայրենիքը, այդ ամենը մենք չենք կարող մոռանալ։ Սովորել ենք դասարանում, ճիշտ է, վերջի 2 տարիներին իրեն տեղափոխալն ուրիշ դասարան, բայց մին դպրոցում եկել եմ միշտ միասին ամեն դասամիջոցում։ Միասին շատ պոզիտիվնի ընկերասեր, տեսան փախչումը կայշակ դետալներ քիչում արդյոք գաթը սուդերը խավարանում եկեցինք։ Կամը կամպյուտեր խաղամ։ Դպրոցական օլիմպիադաներին, ինչ-որ սպորտային MVP-ի գծավ, թա փրկար ծառայության գծավ, ինչ մորցուներ ալա Գարիկը միշտ մզնա հետ համալարված 2008-9 թվականին առաջի տեղ գրավել։ Այնպես է ստացվել, որ իմ ու Գարիկի ծնողները մտերիմ էին եւ որպես մեր դասարանի ծնողներ եւ իմ ու Գարիկի քույրիկները մի դասարանում էին սովորում։ Եվ ընտանիքներով այդպես շատ մոտիկ էինք, միմյանց տուն էինք գնում հաճախ, ծնունդներին, սովորական օրերին։ Հիշում եմ, որ բակում նրան ապեր էին ասում։ Չգիտեմ պատճառը ինչն էր, երևի ենթադրում եմ, որ բոլորի հետ եղբոր պես էր։ Մենակ դրական պոզիտիվ բաներ կարող եմ հիշել, բայց իմ հիշողության մեջ նրա կերպարը ավելի շատ մանուկ հասակից է, որովհետև մեծանալով նա ավելի զուսպ էր դարձել, ավելի շփումը դասարանի աղջիկների հետ, բան ավելի սահմանափակ էր մեծանալով։ Գիտեր երբ կատակել, երբ լռեր։ Որոշել էինք ամերիկյան Հելլոուին տոնը նշեինք։ Տղաները
իրենց վատ էին պահել եւ դասղեկը որոշել էր զրկել, պատժել այդպես տղաներին ու մեզ է զրկեց տոնը նշելուց։ Ու դասարանի ամենից զուսպ ու համեստ տղան առաջարկեց իրենց տան առաջին հարկում նշել։ Այդպես որոշեցինք ու գնացինք Գարիկենց տուն։ Հիշում եմ, որ շտապ սենց մի քանի ժամում տղաները առևտուր էին արել, մենք էլ ոնց կարողացել էինք մեր կերպարներն էինք ստեղծել, ամենս մեր կերպարով գնացել էինք Գարիկենց տուն։ Հիշում եմ, որ Գարիկի մամային խնդրում էի կարմիր շրթներ էի հարցնում ունի թե չէ, աղջիկներով որոշել էինք, որ համ շուրթերը կարմիրանենք, համ այտերը ու կանաչ գույնի սենց ինչ-որ շրթներ կբերեց, մենք չէինք իմանում, որ այդ շրթներքը այնքան ակայուն, որ քանի ժամ փորձում էինք մաքրեինք հետքերը։ Շատ լավ անցավ, բայց հաջորդ օրը դասղեկը տենց բոլորս հարվածի տակ դրեցինք մեզ։ Միշտ յուրան հետ շկոլ քեցա, ամեն օրս էլիս ալել Մարիան, բադար շուշտիեք, Մարիան բադար շուշտիեք, իսել դե գուճիրում հասկանալի է, շատ օզալ չի, նաստայ վտանը, բայց դե օզալ շուտ քինա, հանցեր դաղ բադար խաղան է հնգերունցն հետ օքինա տեսի, ամեն դասամիջոցի բիցերացա տասնա ես ինչում անում։ Ինքը ստարացել էր վեր յուրան քուրը, յուրան ուշադրության կենտրոնում էին, վեշ մի վաղթ մենակ թողալ չի։ Մին դպրոցում կարդել, թեկուզ ինքը պատար դասարանապետուր, դղել ենք շվալ, թա դպրոցից հետո, բանակից հետո, ամեն բնակավարում շվալ ենք։ Գրեց հալածից եղավ ամեն ինչ հարթե, թա հնգերության մեջին, թա շրջապատն։ Բարեր չում ճարում երասիմ, արտահայտիմ իմ յուրան սերը բոլորի հանդեպ, իմ սերս յուրան հանդեպ, մեր բոլորի սերը, շատ հոգատար տղա ելել ինքը, թե ծնողների հանդեպ, թե քույրերի հանդեպ, յուրան հոգին շատ պարզ է ելել, բոլորի հանդեպ ինքը շատ սիրալիր է ելել, ինքը բարձր խոսել է գիտացալ չի։ 2013 թվականին զորացրվելուց հետո զբաղվել է մասնավոր գործունեությամբ, այնուհետև 2014-16 թվականներին պայմանագրային հիմունքներով ծառայել է Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանությունում։ Հրամանատարի սպառազինության գծով տեղակալի վարորդն էր։ Միաժամանակ ընդունվել եւ ավարտել է Ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի ճանապարհային ոստիկանության եւ փոխադրամիջոցների բաժինը։ Յուրան առողջական խնդիրներ ելել, յուրան вообще բանականը զադացն ելել։ Ինքը կամավորքեցավ զինկոմիսարիատը, սա ես ուզում քինան բանակ ծառային։ Զինկոմիսարը եշելա, եկա ինք հետքանը ոգևորված պատմում է։ Զինկոմիսարն ասա այդ աղա քեզ զադաց ապա բանական հուցուս բանակ քինամ, ասալա տակապ չոնե, զադաց չի, ես ուզում քինամ։ Ասա ծեր տանը ծնողներ գդում են, դու եկա զինկոմիսարիատ։ Ասա ծնողներ գդում չեն, բայց իմ մամ ասել է ինձ ընթառաջելու, իմ պապ ասել է ընթառաջելու։ Բանակում պոստերն անել քինալիս։ Բանակից հետո վեր եկալա, դու ուզա անմիջապես աշխատանքի մտնա, ասա ես ուզում իզ նպատակներ ունիմ, ես պիտի աշխատիմ, որպեսզի իմ նպատակնես իրագործիմ։ Ծառայությունից ճիշտ ասած ավելի շատ բան եմ հիշում, քան դասարանից։ Չի եղել նմանատիպ մի հատ խնդիր, թե 2016 թվականին ապրիլյան-քառորյա դեպքերի ժամանակ հիշում եմ Գարիկին, որ եկել է մեր մոտ ու վազը նստած, մեր մոտ ենթասպա կար, որ ասում էին գնա օրինակ այսինչ տեղը, այսինչ բանը տար, ասում եմ վախում եմ Գարիկը իր ուազով Զամպացիախի շոֆերն էր, ինքը ասել է խնդիր չկա, ես կտանեմ։ Դպրոցական տարիներում ինքը սովորում է 7-րդ դպրոցում, ես է 10-րդ դպրոցում, որպես տենց թվականի տղեկ մոտիկացանք իրար հետ ու սկսեցինք շոֆելը, բայց այն ժամանակ ընկերություն չէինք անում։ Հետո նոր արդեն ծառայության ժամանակ մտերմացանք ու սկսեցինք ընկերություն անել։ Ծառայության է անցել Արցախի Հանրապետության ոստիկանության տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում։ Միշտ բարձր պատասխանատվությամբ էր կատարում իր վրա դրված պարտականությունները եւ բոլոր հանձնարարությունները, թե ղեկավարության կողմից, թե ազնականների կողմից միշտ վայելում էր բոլորի հարգանքը, սերը։ Գարիկի հետ ծանոթ էի 12 թվականից, երբ ընդունվել եմ ծառայության համակարգում։ Գարիկի հետ ընկերություն էինք անում, ինչպես պայմանական խաղաղ ժամանակահատվածի ընթացքում, այնպես էլ պատերազմի վաղ։ Խիզախ էր, չէր վախենում վերադասությունից տրված խնդիրների իրականացմանը։
Արցախյան երրորդ պատերազմին անմասն չմնաց, իր ծառայակիցների հետ ոստիկանության համահավաք գումարտակում էր, թեժ մարտեր էին մղում պատերազմի տարբեր կրակակետերում։ Համահավաք գումարտակի կազմում Գարիկի մասնակցություն է ունենում այդ պատերազմին։ Այդ գումարտակի կազմում նրանց վաշտ տեղափոխում է ակնայի ներքևի հատված, Գարիկն էլ այդ բարձր մակարդակով այդ առաջադրանքը կատարում են, այդ խմբում էր ինքը ներգրաված, Ստեփանակերտի վերևի հատվածում, այդ Քյոսալարի այդ Միրզարար կոչվող տեղանքներում, նույն թվականի հոկտեմբերի 15-ին տեղափոխում Ադոյի կոչվող տեղամաս հերթական առաջադրանքը կատարելու։ Հեռախոսալ էր խոսահանքյույանն հետ, միշտ դարականատարամադրված, միշտ ուժեղ, մսուս ալատալիս լոխլավանյան արխային կացեք։ Իա մեջին լալա հայրենասիրություն, ընկերասիրություն, ձեդի մի քիչ դժվար է Գարիկի մասին ստի խոսելը։ Ինքը շոֆերիս է, մի աղջկա հետ ուզելիս էլա ընտանիք կազմի։ Միշտ հրցներիս մնա Գարիկ բախե ուշուսնում ես տարիքը արդեն 30 տարեկան տղայուս։ Սալա այսօր եկուց դե պահը սալա նրան վեր պատերազմա սկսա։ Սեպտեմբերի 27-ին հենց առաջին տրակոցավը երկուսս միասին երկացա։ Դուրս եկա հայաթը տրակոցները սկանում ենք, բայց սկզբից հասկանում չկա այդ ինչ ալի մստակրևա սկսա։ Մենակը սրանք հետևից ընկտասա, ոնց այդ փիլիկյաները միանգամից քշացա։ Երտարից հետո ես նայում քուրտս աճ։ Ամսի 28-ին զանգատվա, ասում եմ, պապ, աղջիկ եկալ եմ տողն։ Պապան ասում է, համա տաղոնիմ դե շտաղոնին պա։ Ամա պապ, ստա ինչի ինչ վեր դու մտածում ես, ստա աղջի գործ տաղը չի։ Աղջի գործը, աղջին դուս կար ստաղը։ Դու վելքին է։ Երկու օրից հետո խոսանք, ասում է, էնում լավ, ենալող լավ, ինձ էտի բիժվաչանիկ։ Առավոտ վեր այդ սեսերս կացանանք, լոքատվա երկացալ դուս եկա հայաթան եշել, ետրա եկա թա պատերազմա սկսվալ, վախի քվեջ։ Ասալ, պրծալ, քեցալ, սապրվալ, վազդվալ, դե ասմա ես քինամում անհանգստանա քվեջ։ Մի կես ժամից հետո զանգատվա վեր համար մեկա գիլանչում, սպասի քվեջ ինձ։ Ասամ ես զանգ չում տալամ ատաղանիմ, ես վախım զանգ տամ, կարող է տղը հարմար չինի, հիշ չինի, քեզ հիբա ազատ ժամանակ ունի, հիբա կարի զանգ կտաս, պրոստը սեսից սկանա, վեր խայնանա, վեր ենս դու սախսıl մատս։ Ամսի 8-ին զանգատվալ թամամ ասեմ մաշինի, կյամա քեզ տանե Երևան։ Ասամ ես վեշում տղ քինամ չում այդ տղա։ Դու վեր տղ նստած ես, ես տղ ըրխային չում ասում, ես գիդում չում, ես իմ մասիս մտածիմ, իմ ընկերունցս տակում մասից մտածիմ։ Լեցինի լավ տանան դուսում եկա, կամակիշի լավ է ես ոզալ չում, լիքենամ, ես ոզամ ստղ կրնամ։ Ամսի 13 հոկտեմբերի զանգատվալ, առանց բարևի, առանց մի բարի, մամա, ասում հե, հունցս, ասում լավ, մամա, պատերազմը վեր պլծնե հաջորդ օրը, առանց մի օր կորցնելու պսկվելու։ Լավը սնամա տաղանիմ, են ընք լող պատրաստ, մինակ թա ասում, լող սախսıl մատ այդ պատերազմը ավարտվել լող ետրնակ կյատուն ասում իմ վծրսանեք ընքանման։ Հոկտեմբերի 15-ին գումարտակը մեկնեց Հադրութի Թութակ կոչվող տեղամաս։ Թշնամին իսկույն նկատում է մարտիկներին եւ գիշերը օդային հարված հասցնում։ 3 ծառայեկից ընկերների հետ զոհվում է Գարիկը։ Գարիկը ուղղված մակնիշի մեքենայով տեղափոխում էր ազնագազմին, այդ Խաշմերուկից տեղափոխում էր դեպի այդ մարտական դիրքերը։ Հերթական փոխադրումը կատարելու ժամանակ հակառակորդի անօթաչու արկի հարվածից Գարիկը զոհվում է։ Ամսի 16-ին առավոտը զանգ ընտվալ, մեր խոխա վիրավորվալը, եկ, բայց աղջկոցը պիրիսվեչ քեզնի հետ։ Այդ քշերը վաբշե կոնչում էլեն, ընդհանրապես կոնչում էլեն, կոնս տարալ չի։ Առավոտը մեր զանգ ընտվալ, աղջիկը կասան մամա մուքել եք, կյամ ասամ չէ, կյամ եք դուք, վիրավորված է, կյամ եք, բայց ես զգացամ վեր վիրավորված չիմ խոխաս։ Ես միջև կեցամս ալավ թովագձալը տսայմ խոխեքս կողքս կաղնած արդեն, ամեն սկորը տսնալավ երանի իմ թվասամ, երանի իմ խոխասել նղնան,
Ձերքերը մները կտրածիներ, բայց սաղաներ կողքս նստա խոսս ես սկանան։ Եկամ տսա խոխաս մեր տանը արդեն։ Ընդհանրապես սպասալ չենք լիվեր կարող հատիպեն ինքը շատ հույսատվավ է, ինքը շատ լավ է, մտածում էլ, ինտեղս լավ է, ես ենչում դղեք, բայց պաստորեն դուսա եկավ է ինքը ամենից թեժ տղեն է իլել, հենց առաջին օրվանից, պրոստը մազ ասալ չի, որպեսի բիրժված չեն, մտածինք վեջ տանես, հետո զանգն տվա մամում հասավ է, դու եկ, աղջի գործը պերում էր, առաջինը պապոնում զանգ տվա, տասնամ խայատի ասում, մեր պապան պատասխանալ չի վեջ իմ զանգիս, վեջ փոքր գորոջը զանգին, արդեն ամեն ինչ պարզվել էր։ Իրանք տարբեր տեղեր էին գնում, իրենց ոստիկանության խմբով, ծնունդիս օրներ մենք Շուշիում էինք, ասում ես Գարիկից չէ էլի, որ ինքը չի զանգում, ծնունդու շնորհավոր է։ Տես մի քանի օր անցավ, մի հատ էլի ընկեր ունենք Արտուրը զանգեց, ասեց Գարիկը արդեն մեր հետ չի։ Իրքերից որի չեմ, դասարանից մի տղակա ասեց, որ Գարիկը զոհվել է։ Գնաց Սիրաստուն, մոտեցա Գարիկին, խոնարհվեց իր առաջ։ Շատ ցավ եմ ապրել, որ իմացել եմ դրա մասին, որ Գարիկը արդեն մեր հետ չի։ Մենք էլ խոստանում ենք իրան, որ իր կիսատ թողած գործը մենք ավարտի ենք հասցնելու մեր ցանկացած գնով։ Տղաների դիակները հանվել են նույն օրը եւ տեղափոխվել Ստեփանակերտ։ Գարիկ Դոլուխանյանը հուղարկավորվել է հոկտեմբերի 17-ին Ստեփանակերտի քաղաքային գերեզմանոցում Արցախյան առաջին պատերազմում զոհված անվանակից օրեղբոր կողքին։ Վազգեն եւ Երմոնիա Դոլուխանյանների ավակ զավակը եւ միակ որդին էր Գարիկը։ Նրա քույրերը Մարիաննան եւ Քրիստինեն ցավով են տանում միակ եղբոր կորուստը։ Գարիկի հայրը Վազգեն Դոլուխանյանը որդու անունը 1992 թվականին Ասկերանի շրջանի Խրամորդ գյուղի պաշտպանական մարտերում զոհված եղբոր անունով է կոչել։ Հոր եղբոր գերեզմանը սրբություն է ելել իրան հետին, իրան հոր եղբայրը իրան իդեալն է ելել, խոխ է ելել, հալա առանց մզսել ինքը քնելիս ելել գերեզմանը մինակ։ Գարձիցին իլիս ելավ է իրան դի հոր եղբայրը ելել, հայրեն ասեր, մեծ ընկեր ասեր, տղա ելել, ու ինքն էլ ելել, նմանատիպն ելել իրան։ Իրա ծառայության տարիներին ինչը որ ես լսել եմ իրանից միշտ դրականը, թե շրջապատում, թե իր հրամանատարության ազնագազմում մեծ պատիվ է ունեցել։ Պատիվ ունեմ, որ Գարիկի նման ընկեր եմ ունեցել ու իմ զավակին կդաստիարակեմ Գարիկի նման տղաների ապրած ճանապարհով։ Հայրենասեր մարդալ է, սովորադրության պապարամոնք մեր ռորյան առանց իրան ներկայությամբ, կյանք տովալավ էր իրան քույրերը, իրան ծնողներն, իրան ընտանիքը ապրին, իրան վրացնեն վեշմինի կարել չի մորանա, պարծենն վեր ունիմ իլալատի հենգեր, ու միշտ լինեն ինքը մզետի որպես ընկեր։ Գարիկի հետ կապված ամենացավալի մի հատ փաստ կա, վերինք իրան ժառանգ թողալ չի։ Այսինքն իրան տեսակը շարունակվում չլի օնիկ վեշ դեմի մարդ վեր կարինք տեսնանք, այսինքն մեր Գարիկին փոխանցեկոս մինձև կարող դառնի։ Մասսապարտություն անալ իրան հետ, ապրելու իրան չինանչելը, շրջապատում իրան անունը տալը։ Գարիկի մայրը Տիկին Երմոնյան աշխատում է հանգանակ հասարակական կազմակերպությունում։ Անասելի կարոտով է խոսում որդու մասին, միաժամանակ ափսոսանքով նշում, որ Գարիկն ամուսնացած չէ։ Գարիկի քրոջ ամուսինը Արայիկը որպես հիշատակ իր հեղինակությամբ եւ ջանքերով խաչքար է կառուցել եւ տեղադրել ընտանեկան գերեզմանոցում, որտեղ ամփոփված են երկու Գարիկները, նրանց տատ ու պապերը։ Գարիկ Դոլուխանյանի հիշատակը վառ են պահում նրա հարազատ դպրոցում։ Ստեփանակերտի համար 7 դպրոցի 7-րդ Ե դասարանն անվանակոչվել է նրա անունով, իսկ դպրոցի парքի անկյունում զոհված շրջանավարտների լուսանկարներն են։ Մեզ բախտ է վիճակվել մեր դասարանը, որպեսզի կրի Գարիկ Դոլուխանյանի անունը։ Այն Գարիկին, ով առանց երկմտելու, առանց երկբայելու, իր գարուն հասակը դրեց Արցախյան պատերազմում։ Մենք պարտավոր ենք հիշել, մեծարել այդ տղաներին, որովհետև իրենց կյանքով մեզ կյանք պարգևեցին։ Երազներով լեցուն երիտասարդեր,
ապագայի նկատմամբ մեծ հույսով, հավատով, որ կարողանալու է ազատագրել Արցախը։ Դասանյա շակերտները պատրաստել են այսպիսի ալբոմ Գարիկ Դոլուխանյանի անցած մարտական ուղին, կենսագրությունից սկսած նրա մարտական ուղին ցույց ենք տվել ալբոմի միջոցով։ Արցախ աշխարհին մաղթում ենք խաղաղություն, ամուր կարճել այս հողին, այն հողին, որ սրբացած է արյունով։ Ես հպարտ եմ, որ մեր դասարանը կրում է Գարիկ Դոլուխանյանի անունը, կդառնանք Գարիկ Դոլուխանյանի նման Արցախի քաջ պաշտպան։ Ես կծառայեմ հայրենիքին, կշարունակեմ Գարիկ Դոլուխանյանի գործը։ Ուզում եմ Արցախը տեսնել ազատ եւ անկախ։ Գարիկ Դոլուխանյանը մեր հերոսներից մեկն է։ Սիրում ենք ծանոթանալ նրա սխրանքներին, յոր այցելել նրա գերեզմանը եւ խոստանալ, որ կդառնանք հայրենիքի համար օգտակար մարդիկ։ Ցանկանում եմ Արցախ երկրին արժանապատիվ հաղթանակ, կապույտ երկինք եւ թող միշտ կապույտ երկնքի տակ մեծանան մեր երեխաները, դառնան արժանապատիվ հայրենիքի համար օգտակար երեխաներ եւ միշտ օգուտ բերեն իրենց հայրենիքին, բարգավաճենք եւ բազմանանք, որպեսզի կարողանանք արժանապատիվ հաղթանակ տանել թշնամիների դեմ։ Գարիկի համադասարանցիները նույնպես ամեն առիթ օգտագործում են իրենց դասընկերոջ Շիրիմին այցելելու եւ նրա հիշատակին ծաղիկներ խոնարհելու համար։ Գիտակցում են, որ իրենց խաղաղ ներկան նաեւ Գարիկի նվիրումով է կայացել։ Հիշում եմ, ինչպես էի դպրոցից հետո վազում տուն ու գնում ենք նրանց բակ խաղալու։ Միշտ գնդակով ենք խաղում ու պահմտոցի ենք խաղում։ Հիշում եմ, որ միշտ լավ էր թաքնվում։ Այսօր այնքան լավ է թաքնվել, որ ինչքան էլ փնտրենք չեն գտնելու։ Գարիկը ժառանգ չի թողել։ Ես որպես հերոսի դուստր չգիտեմ որն է ճիշտ։ Առանց հերոս հոր մեծանալ, միշտ բոլորի պատմածներով կերտել քո հոր կերպարը, քո հերոս հոր կերպարը, թե։ Ճիշտ է, ժամանակը անցողիկ է։ Այնուամենայնիվ, պատերազմի բոլոր հիշողությունները չի անցնի։ Եվ նոր սերունդը լծված կլինի մեծ երախտագիտությամբ զգացմունքով այն մարդկանց, ովքեր նվիրել են իրենց կյանքը հանուն հայրենիքի փրկությանը։ Եվ մեր խնդիրն է այսօր հիշել այդ էջերի հիշողությունը մեր պատմության մեջ, այն ինչ տեղի է ունեցել եւ միևնույն ժամանակ գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի այն այլևս չկրկնվի։ Մենք խոնարհվում ենք բոլոր նահատակների հիշատակի առջև, քանզի նրանք արել են ամեն հնարավորը մեր հայրենիքը փրկելու համար, տեսնել ու ապրել մեր ազատ ու անկախ հայրենիքում։ Այսօր մտովի ու ֆիզիկապես վերադարձել ենք մեր դասարան։ Գարիկը այսօր բացակա է, ինչպես բացակա են շատ լույս տղաներ, բայց խնդրել է, որ իր բացական չդնենք։ Ոստիկանության ավագ սերժանտ Գարիկ Դոլուխանյանի եւ մյուս զոհվածների հիշատակը վառ են պահում նրանց աշխատավայրում, Արցախի Հանրապետության ոստիկանության տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում։ Իհարկե, ցավով ենք նշում նրանց կորուստը, հպարտությամբ ենք հիշում Գարիկի նման հերոս տղաներին, պարզապես պարտավոր ենք նման տղերքից հետո մնալ Արցախում, շարունակել իրենց գործը, պայքարել, մինչև կհասնենք մեր բոլորիս երազած նպատակին, որպեսզի կերտենք մեր անկախությունը, մեր եւ մեր սերունդների այստեղ հավիտյան մնալու երազանք։ Իրանց գործը անմահա, ինքը միջև միանգել կա մեր սրտերում, ինքը ապրում է միզնը հետ։ Ոչ մի ծնող, ոչ մի քույր, ոչ մի կին, ոչ մեկը դիցավ չտեսնա։ Լոզում վեր դեկուս էս մի պատար ունացած հողում մունք ապրինք։ Խաղաղություն առաջնահերթ։ Էս մի բուր հողը կարինք, պահինք, որովհետև անչափ քաղցր է մեր հողը։
Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության ոստիկանության տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակից ոստիկանության ավագ սերժանտ Գարիկ Վազգենի Դոլուխանյանը հետմահու պարգևատրվել է արիության համար մեդալով։ Տղաները զոհվեցին մեր ազգային արժանապատվության համար, կռվեցին մինչև իրենց արյան վերջին կաթիլը։ Մենք պարտական ենք նրանց մեր արժանապատվության, մեր հավատի պահպանման համար, կդիմակայենք փորձություններին, այն հույսով, որ դեռ հաղթելու ենք մեր զավակների համար ապագա ստեղծելով։ Փառք ու պատիվ հերոսի մահով ընկած ոստիկաններին, փառք հայրենիքի համար ընկած բոլոր նահատակներին։